Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կիրականացնենք մի փորձ, որի միջոցով կծանոթանանք թորման եղանակով խառնուրդների բաժանման սկզբունքին։ Խառնուրդների բաժանման հիմքում ընկած է հեղուկների եռման ջերմաստիճանների տարբերությունը։ Փորձում կօգտագործենք պրոպանոնի և ջրի խառնուրդը։ Պրոպանոնը, որին կենցաղում մենք ծանոթ ենք ացետոն անվամբ, ունի եռման ցածր ջերմաստիճան 56 աստիճան Ցելսիուս, իսկ ջրի եռման ջերմաստիճանը բարձր է 100 աստիճան Ցելսիուս։ Թորման գործընթացում նախ կգոլորշանա ացետոնը, քանի որ դրա եռման ջերմաստիճանը ցածր է, իսկ ջուրը կմնա հեղուկ վիճակում, այնքան ժամանակ, մինչև ջրի աստիճանը կհասնի 100 աստիճան Ցելսիուսի։ Փորձի ընթացքում մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքավորումները և նյութերը։ Մետաղյա կալան պատրաստված է երկաթից, կազմված է հիմքից, ձողից, եռանկյունաձև սեղմիչից, անոթներ պահելու հենակներից, օղակներից և խաչաձև սեղմակներից։ Նախատեսված է տարբեր փորձերի ընթացքում անհրաժեշտ լաբորատոր ապակյա իրերի ամրակալման կամ տեղադրման համար։ Լիբիխի սառնարան պատրաստված է ջերմակայուն ապակուց և դիմացկուն է քիմիական նյութերի և ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ։ Ունի երկար ուղիղ ապակյա խողովակ, որը կենտրոնական մասում տեղակայված է որպես գոլորշիների անցուղի։ Խողովակը շրջապատված է ավելի լայն արտաքին խողովակով, որտեղից հոսում է սառեցնող հեղուկը։ Արտաքին խողովակի երկայնքով կա երկու ելուն։ Ներքևի ելունը սառը ջրի մուտքը ապահովելու համար է։ Վերևի ելունը տաք ջրի ելքի համար է։ Այս ելուններին միացվում են սիլիկոնե կամ ռետինե ճկախողովակներ, որոնք ապահովում են ջրի անընդհատ հոսքը։ Կենտրոնական խողովակի մի ծայրը միանում է կցորդիչին, գոլորշիների մատակարարումն ապահովելու համար, իսկ մյուս ծայրը ալոնժին կամ ընդունարանին, խտացված հեղուկը կուտակելու համար։ Սառնարանը նախատեսված է գոլորշիների խտացման համար և օգտագործվում է քիմիական և ֆիզիկական գործընթացներում, երբ անհրաժեշտ է գոլորշին վերածել հեղուկի հոսող ջրի ազդեցությամբ սառեցնելու միջոցով։ Կլորահատակ կոլբ պատրաստված է ջերմակայուն ապակուց։ Կլոր հիմքը ապահովում է ջերմության հավասարաչափ բաշխումը։ Նախատեսված է բարձր ջերմաստիճանի պայմաններում հեղուկների և պինդ նյութերի տաքացման և թորման համար։ Կցորդիչ Կցորդիչը կապ է ստեղծում Լիբիխի սառնարանի և կլորահատակ կոլբի միջև, գոլորշու հոսքը ապահովելու նպատակով և հնարավորություն է տալիս հետևելու ջերմաստիճանին ջերմաչափի միջոցով։ Ճկախողովակ պատրաստված է սիլիկոնից, որն ապահովում է բարձր ճկունություն և ջերմակայունություն, նախատեսված է հեղուկների կամ գազերի տեղափոխման համար։ Ալոնժ պատրաստված է ջերմակայուն ապակուց, նախատեսված է թորման և օրգանական որոշ նյութերի սինթեզման համար։ Քիմիական կամ լաբորատոր բաժակ սանդղակավոր չափաբաժակ, որով որոշվում է նյութի ծավալը և օգտագործվում է հեղուկների կամ լուծույթների ժամանակավոր պահպանման, խառնման և տեղափոխման, ինչպես նաև զտման համար։ Հարմար է պինդ նյութերը հեղուկներում լուծելու կամ հեղուկներն իրար խառնելու, ինչպես նաև ռեակցիաներ իրականացնելու համար, հատկապես եթե անհրաժեշտ է մեծ ծավալի կամ առավել անվտանգ տարածք։ Առանց անցքի և անցքով խցաններ Առանց անցքի խցանները նախատեսված են փորձանոթի հեղուկների և գազերի արտահոսքը կանխելու և փակ համակարգ ապահովելու համար։ Անցքով խցանները նախատեսված են լաբորատոր տարբեր սարքերի համար, ապահովում են միացումներ, առանց խախտելու համակարգի փակ լինելու կամ արտահոսք չունենալու պահանջը։ Ջերմաչափ պատրաստված է ջերմակայուն ապակուց, հիմնականում նախատեսված է ցանկացած նյութի կամ միջավայրի ջերմաստիճանի որոշման համար։ Այրման ցանց ջերմակայուն է, սովորաբար պատրաստված է լինում մետաղից, նախատեսված է այրման կամ տաքացման ժամանակ ջերմաստիճանի հավասարաչափ բաշխման համար։ Սպիրտայրոց պատրաստված է բարձր հրակայունությամբ ապակուց, լիցքավորվում է հեղուկ սպիրտով, նախատեսված է նյութերի, լուծույթների և խառնուրդների տաքացման համար։ Կրակայրիչ նախատեսված է սպիրտայրոցի պատրույգը վառելու համար։ Մատիտ անհրաժեշտ է փորձի արդյունքները աղյուսակում գրանցելու համար, աղյուսակ նախատեսված է փորձի տվյալները գրանցելու համար։
Թորած ջուր, մաքուր ջուր է, որում բացակայում են հանքային աղերը, օրգանական նյութերը, մանրեները եւ այլ աղտոտիչներ։ Ստացվում է ջրի գոլորշացման եւ հետագա կոնդենսացման միջոցով։ Էլեկտրակայանությունը չի հաղորդում, քանի որ իոններ չի պարունակում։ Պրոպանոն քիմիական միացություն է։ Հայտնի է նաեւ ացետոն անվանումով։ Գունավոր, յուրահատուկ հոտով, ջրում լիովին լուծվող օրգանական լուծիչ է։ Խոշոր ավազ։ Այս փորձում նախատեսված է եռման կենտրոն ստեղծելու համար։ Էթանոլ։ Էթանոլը էթիլ սպիրտը անգույն, թափանցիկ, ջրում շատ լավ լուծվող սպիրտային թեթևակի հոտով գրեթե անտեսանելի կապույտ բոցով այրվող հեղուկ է։ Անհրաժեշտ է սպիրտայրոցը լիցքավորելու համար։ Փորձը սկսելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոցներ եւ դնել ակնոց։ Նյութերը վերցնել փոքր չափաբաժիններով, օգտագործել մաքուր եւ չոր քիմիական ամանեղեն։ Նյութերի հոտը որոշելիս փորձանոթը պահել դեմքից 35-ից 30 սանտիմետր հեռավորության վրա, ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղելով դեպի քիթը։ Փորձերից գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով, չի թույլատրվում փորձն իրականացնել ոչ լաբորատոր պայմաններում։ Մետաղյա կալանի վրա ամրացնենք կլորահատակ կոլբը։ Կլորահատակ կողմի մեջ դնում ենք կցորդիչը։ Մյուս կալանի վրա եղած թաթին ամրացնենք լիբիխի սառնարանը, որի մի ծայրը ամրացնենք կցորդիչին։ Սառնարանի ելուններին միացնենք սիլիկոնե ճկախողովակները։ Ներքևի ելունին միացած խողովակի ծայրը միացնենք ջրի ծորակին, իսկ վերևի ելունի միացված խողովակը իջեցնենք լվացարանի մեջ։ Սառնարանին ամրացնենք ալոնժը եւ տակը դնենք ընդունարանը, քիմիական բաժակը։ Եռման կենտրոնը ստեղծելու համար կլորահատակ կոլբի մեջ զգուշորեն լցնենք ավազի հատիկները։ Այնուհետև լցնենք 20 մլ ջուր եւ 20 մլ պրոպանոն։ Կցորդիչը փակենք խցաններով։ Անցքով խցանի միջով ջերմաչափն իջեցնենք կլորահատակ կոլբի մեջ այնպես, որ հեղուկից բարձր լինի մոտ 1-ից 1.5 սանտիմետր։ Կլորահատակ կոլբի տակ, կալանին ամրացված օղակի վրա տեղադրենք այրման ցանցը։ Սկսենք տաքացնել խառնուրդը, հետևելով ջերմաչափի ցուցմունքին։ Քանի որ պրոպանոնի եռման ջերմաստիճանը 56 աստիճան Ցելսիուս է, հետևաբար ջերմաչափի ցուցմունքը պետք է պահել այս աստիճանի սահմաններում, այլապես եթե խառնուրդը ուժեղ տաքացվի, խառնուրդի մեջ եղած ջուրը նույնպես կեռա, եւ ջրի գոլորշին թորման ժամանակ պրոպանոնի գոլորշիների հետ սառնարանում խտանալով կհավաքվի ընդունարանում։ Հաշվի առնենք, որ թորումը կսկսվի ավելի ցածր ջերմաստիճանում, քանի որ արտաքին ճնշման փոքրացմանը կամ ծովի մակերևույթից բարձրացմանը զուգընթաց եռման ջերմաստիճանը իջնում է։ Մեր դեպքում կգործի երկրորդ տարբերակը, քանի որ Երևանը ծովի մակարդակից ավելի քան 900 մետր բարձրություն ունի։ Տաքացումը շարունակենք այնքան, մինչև լաբորատոր բաժակում հավաքվի 4-ից 6 մլ հեղուկ։ Լրացնենք աղյուսակը հետևելով փոփոխություններին։ Կլորահատակ կոլբում հեղուկի մակարդակը փոխվում է։ Լիբիխի սառնարանում առաջանում է գոլորշի։ Դատարկ ընդունարանում հավաքվում է հեղուկ, որն ունի ավելի սուր հոտ, քան կլորահատակ կոլբում եղած հեղուկը։
Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը, պահպանելով անվտանգության կանոնները։ Տաքացումը սկսելուց հետո կլորահատակ կոլբի մեջ լցված պրոպանոնի եւ ջրի խառնուրդի մակարդակը նվազում է։ Տաքացման արդյունքում պրոպանոնը գոլորշանում է, քանի որ ունի ավելի ցածր եռման ջերմաստիճան, մոտավորապես 56 աստիճան Ցելսիուս։ Պրոպանոնի գոլորշիներն անցնում են կցորդիչով դեպի սառնարան, այսինքն կոլբում առկա խառնուրդի մակարդակի իջեցումը պայմանավորված է պրոպանոնի տարանջատման եւ տեղափոխմամբ սառնարան։ Սառնարանի խողովակներում հայտնվում են կոլբից դուրս եկած պրոպանոնի գոլորշիները։ Գոլորշացման արդյունքում պրոպանոնը գազային վիճակում շարժվում է դեպի Լիբիխի սառնարանը։ Սառնարանի խողովակներում գոլորշիների առաջացումը ցույց է տալիս, որ պրոպանոնի գոլորշիացումը հաջող է ընթանում։ Սառնանում գոլորշիները խտանում են, վերածվելով հեղուկի կաթիլների։ Սառնարանի խողովակների ներսում հոսող սառը ջուրը հովացնում է գոլորշին։ Ջերմաստիճանի իջեցումը թույլ է տալիս պրոպանոնի գազային մասնիկները խտանան եւ վերածվեն հեղուկի։ Կլորահատակ կոլբում հեղուկի մակարդակի իջեցումը, սառնարանում գոլորշու առաջացումը, դրա խտացումն ու ընդունարանում հեղուկի կուտակումը փուլ առ փուլ նկարագրում են թորման գործընթացը, որը նշանակում է, որ թորման գործընթացի հիմքում ընկած են նյութերի ֆիզիկական հատկությունների տարբերությունը, այլ ոչ թե քիմիական փոխակերպումները։ Ագրեգատային վիճակի փոփոխությունը, հեղուկ, գազ, հեղուկ, ապահովում է այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են նյութի ֆիզիկական հատկություններին եւ բնույթին, ինչպիսիք են ջերմաստիճանը, ճնշումը եւ ջերմափոխանակման միջավայրը։ Թորման գործընթացը կարևոր դեր ունի մեր առօրյայում եւ արդյունաբերական տարբեր ոլորտներում, քանի որ այն թույլ է տալիս տարանջատել եւ զտել նյութերը, հիմնվելով նյութի ֆիզիկական հատկությունների, հատկապես եռման կետի տարբերության վրա։ Օրինակ, ջրի աղազերծման համակարգում թորման եղանակով ծովի ջրից հեռացվում են աղերը, ստանալով մաքուր ջուր, ինչպես նաեւ օծանելիքի եւ եթերայուղերի արտադրությունում թորման եղանակով բույսերից առանձնացվում են արժեքավոր եթերայուղերը, որոնք օգտագործվում են կոսմետիկայի արտադրության եւ բժշկության մեջ։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։